Բարի լույս։ Այսօր ավագ հինգշաբթի է, սիրելիներ, եւ այսօր մենք առավոտյան նախ եւ առաջ հիշատակում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը։ Ինչ էր իրենից ներկայացնում վերջին ընթրիքը, դա այն հիմնական կուլմինացիան էր, գագաթնակետը, որով այսուհետ մարդը պիտի կարողանար հաղորդվել Աստծո որդու հետ։ Վերջին ընթրիքը Սուրբ Պատարագի խորհրդի հաստատումն էր։ Եվ տեսեք, թե Մատթեոսի ավետարանի 26-րդ գլխում ինչ է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ բաժակը վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափում է շատերի համար, իրենց մեղքերի թողության համար։ Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որդատունգի բերքից չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ հոր արքայության մեջ»։ Եվ որդներգեցին ու ելան Ձիթենյաց լեռ։ Սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս տվեց իր արյունը ասելով, որ խմեք, որովհետև նոր ուխտ եմ հաստատում ձեզ հետ։ Եվ այդ ուխտը սովորական պայմանագիր չէ թղթի վրա գրված։ Այդ ուխտը բանավոր խոսք չէ ուղղակի փոխանակված, արյունով հաստատված ուխտ է։ Իսկ մենք շատ լավ գիտենք, այն ուխտը, որ արյունով է հաստատվում, ցմահ է, հավիտյան է, որովհետև արյունը իր մեջ կյանքն է պարունակում, եւ առավել եւս Տիրոջ արյունը այս պարագային պարունակում է իր մեջ հավիտենությունը։ Եվ այսօր մենք առավոտյան մասնակցելով Սուրբ Պատարագի վերահաստատում ենք մեր ուխտը մեր Տեր Հիսուս Քրիստոսի թափված արյան միջոցով։ Եվ Տերը ասում է, որ այս ուխտը անելուց հետո է, որ երկնքի արքայության մեջ կարժանանաք նոր ուխտի, որդատունգի բերքից ըմբելու իմ հոր արքայության մեջ։ Այսինքն, եթե սա չեք կարող ընդունել եւ սա չեք կարող ճշմարիտ ձևով ընկալել, ձեր կյանքի մեջ կիրառել, պահել այդ ուխտը, այնտեղի մասին մի մտածեք։ Եվ իհարկե, սիրելիներ, դուք բոլորդ գիտեք, որ 12 առաքյալներից մեկը Հուդան, Իսկարիովտացի կոչվածը, պիտի մատներ Տիրոջը։ Եվ այսօր երեկոյան մենք այդ մատնության փաստի առջև ենք կանգնում, որտեղ հիշատակում ենք նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձերբակալումը, չարչարանքները եւ վաղ այլևս խաչելությունը եւ թաղումը պիտի հիշենք։ Ուրեմն, սիրելիներ, այսօրը ամենածավալուն օրերից մեկն է ավագ շաբաթվա։ Թերևս ամենածավալունն է, որովհետև այստեղ երկու խորհուրդ միախառնվում է։ Մեկ տեղ մենք ճաշակում ենք Տիրոջը, մյուս տեղ տեսնում ենք, թե ինչպես այդ նույն ճաշակողը կարող էր մատնել Տիրոջը, եւ մյուսն էլ ուրանալ Տիրոջը, իդեմս Պետրոս առաքյալի։ Այսօր եւ խորհրդավոր է, եւ սգո օր է, եւ տխրեցուցիչ է մեզ համար, բայց միաժամանակ այսօրը մեզ պատմում է մի կարևոր ընթացքի մասին, որտեղ երբ Տերը ուխտ է անում մեզ հետ, անկախ այն հանգամանքից, թե մենք որքանով ենք կարողանում ընկալել ու հասկանալ այդ ուխտը, Տերը շարունակում է պահել իր հավատարմությունը եւ իր ուխտի նշանը մեր կյանքի մեջ, որբիսի ով որ հավատա եւ ընդունի, հավիտենական կյանք ունենա, իսկ ով որ չընդունի, հավիտենապես դատապարտվի չարչարանքի։ Այսօր մի բացակայեք եկեղեցիներից, սիրելիներ, այսօր թողեք ձեր անելիքները, որովհետև առավել կարևոր բան չկա, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ անցնել չարչարանած ճանապարհը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ լինել խաչի ոտքի մոտ եւ կարողանալ հասկանալ, թե ինչ մեծ, ինչ անգնահատելի եւ ինչ բարձր արժեք տվեց մեզ Տերը իր արյամբ, մեզ վերադարձրեց մեր աստվածային պատկերը եւ նմանությունը։ Աստված օրհնի ձեզ։